Վստահ եմ երևի դուք նաև նկատեցիք այն հատվածը, որ պարոն Հասանովը հենց այն падգամավորն էր, որը հենց նախորդող ազգային ժողովի գումարման նիստերը նախագահելու շրջանակներում առաջին նիստի մասին է խոսքը, մշտապես ունեցել է նաև վեհափառ հայրապետի խոսքի ապահովման գործառույթը։ Ինքը այսօր հայտնեց, որ վերջինս դրա հետ որևէ առնչություն չունի, բայց կարծում եմ այստեղ մենք գործ ունեցանք կիսաճշմարտության հետ, թե ինչ պատիվ է բերում քրիստոնեությունը որպես առաջինը պետական կրոն ընդունած հայ առաքելական սուրբ եկեղեցին որպես սահմանադրական կարգավիճակում օժտված մարմին ունեցող երկրին, որ ազգային ժողովի նիստին վեհափառ հայրապետի բացման խոսքը օրհնությունը չհնչի, ես չեմ պատկերացնում։ Պարզապես կարող եմ ասել, որ սա իրապես խայտառակ։ Այդ դեպքում ինչու մասնակցեցիք, պարոն Վարդևանյան, եթե մենք հարցը բարձրաձայնեցինք, մենք խնդիրը ընդգծեցինք, մենք մի քանի փուլով դա արեցինք իդեպ, մեկ դեպքում պարզապես բարձրախոսերը նույնիսկ միացված չէին, ես հույս ունեմ, որ դուք նշվածը եւս արձանագրեցիք, ինչևէ, գիտեք, մյուս կողմից էլ նայենք այսպես, որ այս ամենը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր վճռականությունը երբեք պետք է չպակասի, որ իսկապես անելիքներ շատ կան։ Այլ հարց, որ ուղղակի կան չէ խնդիրներ, որոնք պատկերացնում ես, որ երբևէ չի լինի։ Ինչ որ կարմիր գծեր կան, որ մտածում ես, այդ մի խնդիրը չի լինի։ Ցավոք, այս դեպքն է տեսանք։ Ինչ որ քանի որ արժեկաննակարգով էր նախատեսված երևույթը կաթողիկոսի, դուք ինչ որ քայլեր ձեռնարկելու եք այս ուղղությամբ։ Առնվազն որոշ տվյալներ կփորձենք բարձել, եթե դուք նկատեցիք պարոն Հասանովի կողմից ներկայացված պարզաբանումը կրկին իմ կարծիքով կիսաճշմարտության շրջանակներում, բայց վերջինս ընդգծեց, որ այդ իրավունքը գոյություն ունի, կասկածի տակ չդրեց, նույնիսկ ասեց ով կարող է իր դեմն առնել։ Այսինքն նույնիսկ կարծես մի քիչ քննադատական խոսք կար, երևի թե քաղաքացիական պայմանագրին ուղված, բայց երևի թե պարոն Հասանովը տեղյակ չէ, որ պարոն Ռուբինյանը որպես ազգային ժողովի նախագահի պարտականություններ կատարող, հաստատելով համապատասխան որոշում այնտեղ փոփոխություն է արել եւ վեհափառ հայրապետին ուղեկցող ծառայողական ավտոմեքենայի մուտքը սահմանափակվել է։ Երևի թե պարոն Հասանովը տեղյակ չէր դրանից։ Հրապարակված է այդ որոշումը, որը հենց վերաբերում էր նաև ԶԼՄ-ների գործունեությանը։ Այդ նույն որոշման մեջ կարող եք դա եւս տեսնել։ Ինձ կներեք պարզապես վերջին հարցը։ Եվ վերջին հարցը ձեր տեխնացությունն է առաջադրել փոխնախագահի պաշտոնում։ Պարոն Աբրահամյանը մեր խմբակցության քարտուղարը դրա վերաբերյալ մանրամասն անդրադարձ կկատարի։ Եկեք նախ պարոն Աբրահամյանը թող ներկայացնի, այնուհետև կտեսնենք։ Անկեղծորեն եմ ասում։ Նախ պարոն Աբրահամյանը թող ներկայացնի տեխնացությունը, որից հետո խոսենք։ Թող պարոն Աբրահամյանը ներկայացնի տեխնացուի անուն ազգանունը, որից հետո խոսենք։ Շնորհակալ